Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Ինչպես գիտենք, ավարտվեց այս կրկեսային քարոզարշավները եւ կեղծ ընտրությունները ու առանց զարմանալու մենք տեսանք, որ ՔՊ-ն եւ կեղծ ընդդիմությունը իր բոլոր 3 կուսակցություններով թեպետ մեկը կարողա չմտնի, մտան ազգային ժողով, ինչպես մեր շարժումը կանխատեսել էր հենց այս կրկեսային քարոզարշավների առաջին իսկ օրվանից։ Ցավոք սրտի մեր հայրենակիցները հիմա նորից զբաղված են անկարևոր հարցեր քննարկելով, որ հաշվարկները կեղծվել են, որ նորից են ասում, որ միակ խնդիրը այստեղ Նիկոլին հեռացնելն է, պետք է ընդդիմությունը միանա, պետք է մանդատները վայր դնի եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը երբ ասում են, ու այդ ամեն ինչը երբ ես լսում եմ, նորից հասկանում եմ, որ ժողովուրդը դեռ չի հասկացել կամ չի ուզում հասկանա, ինքնախապեյությամբ զբաղվում, որ խնդիրը շատ ավելի խորքային է, ինչպես բազմիցս ես ու այլ մարդիկ ասել են, ու շատ քիչ մարդիկ են դա իրականում ասում, ցավոք սրտի, որովհետև դա ոչ պոպուլար դիրքորոշում է այս ստաբիլ ժամանակներում։ Մարդիկ չեն ուզում լսել, որ ամբողջ համակարգը խնդիրն է, ամբողջ համակարգը փտած է, չեն ուզում դա լսել, ուզում են լսել, որ չէ, միայն իշխանությունը խնդիրը կամ լավագույն դեպքում եթե այդքան հասկանում են, որ իշխանությունը այսինքն կեղծ ընդդիմությունը, բայց ելի կան ինչ որ sense մարդիկ, որ չէ, կարող են իրոնք իրավիճակը փոխել, բայց չեն հասկանում, որ ներկայիս կառավարությունը, քեմալական պատգամավորները չեն բուն խնդիրը։ Ոչ էլ այս գերագույն խրտվիլակ դավաճանը, բուն խնդիրը այն համակարգն է, որը նրանց ստեղծել է, ոչ միայն ստեղծել է, այլև հասցրել է այդ աստիճանի, հասցրել է այդ պաշտոնի, որ 3 անգամ վերընտրվի։ Այդ համակարգն է խնդիրը։ Այդ համակարգը, որը 91 թվականից ի վեր գործում է Հայաստանում։ Մենք վերջապես սա պետք է հասկանանք։ Ու դա հասկանալու համար մենք պետք է մի քիչ հետ կանգնենք ու տեսնենք ավելի լայն պատկերը։ Բայց մերոնք համառորեն դա չեն ուզում անել։ Չեն ուզում դա ընդունել, որովհետև նորից ասեմ, դա ընդունելով դու ոնց որ լրիվ sense outcast ես լինում անգլերեն ասած, լրիվ անտեսվում ես, մարդիկ չեն ուզում հետդ գործ ունենան, որովհետև ծայրահեղական կհամարվես կամ անիրատես եւ այլն եւ այլն։ Ու հետաքրքիր է, հիմա ես որ մեր շարժմամբ հանդես եմ գալիս այն դիրքորոշումով, որ ամբողջ համակարգը փտած է, բոլոր կուսակցությունները դավաճանական են, ու դա հստակ ասում ենք, որպես մեր քաղաքական շարժման դիրքորոշումը, ուրիշ ոչ մի քաղաքական շարժում Հայաստանում, հատկապես անկախ ազգայնական քաղաքական շարժում նման դիրքորոշմամբ հանդես չի գալիս։ Բայց դա իրականում ճիշտ է, ու մարդիկ ուղղակի դա չեն ուզում, նորից ասում, չեն ուզում դա ընդունեն, չեն ուզում այդ դառը ճշմարտությունը ընդունեն, որովհետև դրանից հետո պետք է նաև պատասխանատվություն կրեն ավելի դժվար պայքարի միջով անցնելու համար, որը չեն ուզում անել։ Կարծում են կարող են sense կոմպրոմիսների գնան, այս սրան նրան աջակցեն կեղծ ընդդիմությունից ու ինչ որ մի դրական արդյունքի հասնեն։ Բայց նույն այս շրջապտույտի մեջ են ընկնում ու ոչ մի բան չի փոխվում։ Դրա համար ոչ մի բան չի փոխվել, ոչ միայն այս վերջին 8 տարում, այլ այս վերջին 35 տարում։ Ու հետաքրքիր է, որ ես երբ նման բան եմ ասում, որ ասում եմ բոլոր կուսակցությունները ծախված ու դավաճանական են, որովհետև նույնիսկ կուսակցություն գրանցելու համար դու պետք է Կրեմլից դաբրոն ստանաս, Մոսկվայից դաբրոն պետք է ստանաս, որ նույնիսկ կարողանաս կուսակցություն բացել, չեմ ասում էլ ընտրություններին մասնակցելու համար։ Բայց երբ նման բան որ ասում են ես ծայրահեղական եմ, անիրատես եմ, ես ինքնահաստատվելու համար եմ այդ ամեն ինչը ասում, որ բոլորին վատ եմ ներկայացնում, որ ես եմ միակ լավը։ Չէ, ես ուղղակի շատերն են համաձայն իմ ասածի, թող իրենք էլ բարձրաձայն ասեն, որ ամբողջ համակարգը փտած ու դավաճանական է, ուղղակի չեն ասում։ Կամ կարող ասել, բայց ոչ հետևողականորեն։ Ոչ այսպիսի համոզմամբ, որ ինչպես ես եմ ասում։ Բայց դա абսուրդ է։ Բայց մի կողմից բողոքում են, ասում են, որ ես հա ծայրահեղական եմ եւ նման բաներ եմ ասում, անիրատես եմ, բայց եթե օրինակ չգիտեմ, եթե Քոչարյանին աջակցեի կամ Գերագույն խրտվիլակին աջակցեի կամ որևէ մեկին, մյուսներին չեմ լուզում անունները տամ, չեմ սիրում ոչ մեկին անունները տալ, բայց նույնիսկ եթե նրանցից որևէ մեկին աջակցեի, ինձ կասեին, օ, էսի Քոչարյանականը կամ էսականը, էնականը։ Միանգամից կպիտակավորեին։ Բայց հենց որ բոլորի դեմ դուրս ես գալիս, ասում ես, օ, ծայրահեղական ես։ Ժողովուրդ կողմնորոշվեք։
Դուք չեք կարող ազգային քաղաքական դիրքորոշում ունենալ քաղաքական դաշտում ու միաժամանակ այս համակարգին աջակցել։ Կամ մեկը կամ մյուսը։ Դուք ընտրեք, որ մեկն եք ուզում, որ մի կողմն եք ուզում կանգնեք։ Սա պետք է վերջապես հասկանանք ու որպեսզի հասկանանք, թե ինչու է համակարգը փտած, պետք է ավելի լայն պատկերը դիտարկենք, պետք է հասկանանք, որ առհասարակ այս ժամանակակից դարում այսպես կոչված ժողովրդավարությունը կամ ինչպես ես եմ սիրում ասել, ժողովրդավարական բռնապետությունը ամբողջովին ձախողված, կոռումպացված, պղծված ջհուդական երևույթ է, հատկապես երկրորդ աշխարհամարտից հետո։ Դրա մասին մի անգամ կխոսեմ, բայց երկրորդ աշխարհամարտից առաջ, քանի որ նոր էր ժողովրդավարությունը, այնքան կոռումպացված չէր, որքան այսօր։ Դա կարող ենք համարել երևի ժամանակակից ժողովրդավարության փորձ մեկը։ Հիմա ասենք լրիվ զրահապատել են, ինչպես ասել եմ, հիմա ամեն ինչ ասենք լծակները փակել են, լավ sense control-ի տակ են պահել, որ ազգայնական ուժեր երբեք չկարողանան այս օրինական ճանապարհով գալ։ Միակ ճանապարհը, եթե ինչ-որ մի մեծ ճգնաժամ լինի, որը կքանդի այս համակարգը ու այդ ժամանակ հնարավոր կլինի։ Բայց այս ինչպես կա, անհնար է, լրիվ վերահսկողության տակ է։ Ու ինչպես ասել է, եթե կարողանում են Եվրոպայում նման ազգայնականներին հեռու պահել խորհրդարանից, բնականաբար Հայաստանում առավել եւս, որովհետեւ Ռուսաստանի քթի տակ կիսագաղութ է ցավոք սրտի։ Հատուկ են այս համակարգը այսպես արել, որ ամբողջ ազդեցությունը ունենան մեդիա բարոն օլիգարխները, հսկա կապիտալիստները, ովքեր իրենց փողով կարող են իրենց կամքը թելադրել քաղաքական դաշտին, ինչպես արել են։ Բայց նորից ասեմ, միակ ձևը, որ կարողանանք սրանից դուրս գալ, այս համակարգից լրիվ անկախ մի շարժմանը միանալ, աջակցել, պատրաստվել ճիշտ պահի համար, ուրիշ ձև չկա։ Հիմա կարող եք ասել, բար ճիշտ պահը չլինի, բար ինչ ենք ասել, դուք ինչ եք առաջարկում։ Ես գիտեմ ճիշտ պահը կլինի, որովհետեւ պատմությունը դա է ցույց տվել բազմաթիվ անգամ, որ նման պատոհաններ բացվում են։ Ես էդի օթից ինչ որ մի բան չեմ ասում։ Չեմ ասում, որ վաղը չեմ միսօր կամ մյուս տարի ջրահեղա լինելու ու ամբողջ աշխարհը կործանելու է։ Ոչ, ես ուղղակի պրագմատիկ բան եմ ասում, որ այս աշխարհակարգը, հատկապես Ռուսաստանը, Ամերիկան, այս մեծ գերտերությունները գնում են ինքնակործանման։ Դա է ցույց տալիս փաստերը։ Ու շատերն համաձայն են, մասնագետները ասում են ընդամենը ժամանակի հարց է։ Դրա համար մենք պետք է պատրաստվենք այս ժամանակի համար։ Հիմա մարդիկ կասեն, դե մենք հիմա ժամանակ չունենք, պետք է սրան հեռացնենք, էլի նույն բանն են ասում։ Ես որ պատերազմից վերադարձա 21 թվին, ես հասկացել եմ, որ ժամանակ չունենք։ Բայց ես հասկացա, որ այդ է ճանապարհը, որ համակարգից լրիվ դուրս շարժում ստեղծել, զարգացնել ու առողջ ազգային երիտասարդությանը հատկապես համախմբել այդ շարժման շուրջ ու պատրաստվել կազմակերպել, պատրաստվել մակընթացությանը։ Ես ժամանակ հասկացել եմ, որ ժամանակ չկա, դրա համար միանգամից կտրուկ անցա գործի։ Չգնացի ես կեղծ ընդդիմադիրներին աջակցեմ կամ եթե շատ ուզեի, ես կարող եի պատերազմից հետո ինձ կանչել էին։ Կեղծ ընդդիմությունը ինձ կանչել էր իրենց հարթակներ, ես հարցազրույցներ տվել եմ 2-3 հատ։ Ու զգացի, որ ինձ ուզում են քաշել իրենց կողմ, ինձ ոնց որ դարձնեն իրենց գործիքը։ Ես եթե շատ ուզեի, ես կարող եի հիմա պատգամավոր լինել, օրինակ եմ ասում, կեղծ ընդդիմության համար։ Բայց հասկացա, չէ, հոп, այսքան ճանապարհ ես չեմ անցել, այսքան այս ամենի միջով չեմ անցել, որ ինչ որ խեղկատակ խամաճիկ դառնամ մի կեղծ ընդդիմության համար։ 21 թվի այդ խայտարակ ընտրություններից հետո հասկացա, որ չէ, միակ ճանապարհը, որ պետք է այդ համակարգից դուրս ազգայնական շարժումը ստեղծել ու զարգացնել, ես որոշեցի անեմ, որովհետև չէի տեսել քաղաքական դաշտում։ Եթե տեսնեին նման մի անկախ մի մաքուր ուժ, ես դրան կմիանայի, բայց չտեսա։ Դրա համար ես ինքս ստեղծեցի։ Նորից ասեմ, եթե չեք սիրում իմ ոճը, չեք սիրում գաղափարները եւ այլն, ուրեմն դուք մի բան արեք, դուք որոշեք ոնց եք ստեղծելու շարժում, տեսնեմ ոնց է կարողանել, այդքան որ ասում եք, միայն խոսում ես, մենակ ես անում, ես անում։ Դե տեսնեմ դուք ոնց եք խոսալու, որ այդքան ասում եք, կարծես թե այդքան հեշտ է, որ բոլորս կեղծ կարծիքների դեմ գնալ ես, ամբողջ ստերի դեմ պայքարելու, միայն ճշմարտությունը քարոզել առանց կոտրվելու, տեսնեմ դուք ոնց եք անում։ Խնդիր չկա, եկեք ցանց ստեղծենք։ Ամեն մեկը թող առանձին մի հատ ազգայնական շարժում ստեղծի, նորից սրա մասին էլի խոսել եմ, բայց էլի պետք է ասեմ։ Թող առանձին շարժում ստեղծի, փորձի հավաքել
իր սեփական ուժերով, իր կամքով ու իր քրտնաջան աշխատանքով թող փորձի հավաքել 10-ից 20 հոգի անդամներ, թող ձեռք բերի համակիրներ, խնդիր չկա, ինչպես ես եմ արել, 0-ից 10 անդամ, քանի 11 աջակից, քանի հարյուրավոր համակիրներ, հազարավոր հետևորդներ, դուք էլ նույնը արեք։ Մի 10 հոգի դա անեն, մի ամբողջ ցանց կունենանք ազգայնական։ Ամեն մեկս իր տարբեր ոճով, խնդիր չկա։ Թող այդպես արեք, չեք սիրում ես ինչ եմ անում, կարծում եք ֆաշիստական կամ ծայրահեղական խորհրդանիշները դուք ինքներդ արեք, բայց նորից ասեմ, այդ պայմանով, որ ոչ մի կապ չունենաք այս համակարգի հետ, ոչ մի հովանավոր այս համակարգից չունենաք։ Դա եմ ասում։ Դա է միակ ձևը։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այս համակարգից դուրս անպայման պետք է լինի, որովհետև այս համակարգը նեոբոլշևիկյան համակարգը մի ամբողջ քաղաքական ճակատ է, տարբեր գծերով։ Առաջին գիծը մենք տեսնում ենք այս կառավարությունն է, այս խեղկատակ դավաճանական կառավարությունը, նորից հանկարծ չխաբվեք, որ իբր հակառուս են, իբր Ռուսաստանի դեմ քայլեր են անում, ոնց կարա դա լինի։ Երևի արդեն մյուսին կասեմ, որ այս ամեն ինչը սուտ է, հատուկ են անում ռուսները, որ ալիբի ունենան, պատրվակ ունենան Հայաստանին չօգնելու համար։ Ամեն դեպքում առաջին ընտրությունը այս ներկայիս կառավարությունն է։ Երկրորդ գիծը այդ երեք ռուսոֆիլ օլիգարխներ է։ 4-ը միասին ես ասել եմ, այդ պարտվականության, դավաճանության քարագլուխ կուսակցությունն է։ Բայց առաջին գիծը հենց իշխող ուժն է, երկրորդ գիծը այդ իրա թիկնապա քաղաքական թիկնապա ռուսոֆիլ օլիգարխները, երրորդ գիծը մյուս արբանյակ կուսակցություններն են, անպիտան։ Չորրորդ գիծն էլ նրանք են, որոնք չեն մասնակցել ընտրություններին, բայց ելի կան այդ կուսակցություններից գուցե դուրս լինեն, ինչ լինեն, բայց այդպես է, բազմաշերտ է, այսինքն։ Եթե մեկը չստացվի, մյուսը լինի, եթե մյուսը չստացվի, այն մեկը լինի։ Ու նորից ասեմ, այդ երրորդ, չորրորդ գծում շատերը կան, ովքեր արամտամետ են, բայց չխաբվեք, իրանք էլ են այս նույն համակարգի մաս, իրանք էլ են բոլորը ծախված։ Պետք է այդ բազմազանության պատրանքը ստեղծեն։ Դրա համար նրանք հատուկ դրա համար են առաջ բրդվում քաղաքական դաշտ, որ մարդիկ տեսնեն, տեսեք լրիվ ռուս չեն, լրիվ բան չեն, ռուսամետ չեն, արամտամետ ուժեր կան եւ այլն։ Նորից ասեմ, սխալ մի հասկացեք, այնպես չի, որ ելի կարող է լինեն ուժեր, չգիտեմ, 5-10%, որ իսկապես արևմուտքից են ֆինանսավորվում Ամերիկայի սիոնիստական ինչ-որ ուժերից, դրան եմ դեմ, հանկարծ չկարծեք, որ ես ինչ-որ պրո, չէ, ուրեմն եթե արևմուտքի ագենտա լավ է, ոչ։ Ուղղակի ես ասում եմ, նրանց էլ կարան թողեն զբաղվեն քաղաքականությամբ Հայաստանում, որովհետև ընդհանուր առմամբ նրանք ազգայնականություն չեն քարոզում ու վտանգ չեն սպառնում այս ապազգային, հակազգային համակարգին։ Դա է իմ ասածը։ Եթե թույլտվություն են ստանում մասնակցելու ընտրություններին, այս ամեն ինչին, ուրեմն նրանք վտանգ չեն սպառնում։ Դա է, բարձ կանոնը։ Այս ամեն ինչը նորից տեսնելով, որ այս նորից մարդիկ խաբում են, որ կարծում են, մենք սրան հեռացնենք, ամեն ինչ լավ կլինի, կամ նույնիսկ նրա հեռացմամբ իսկապես ամեն ինչ լավ կլինի, այդ ամեն ինչը նորից ասում աբսուրդ է։ Ու ես հիշում եմ այն հայտնի ասացվածքը, որ ավելի հեշտ է մարդուն խաբել, քան համոզել, որ նա խաբված է։ Մինչև հիմա մարդիկ չեն ուզում ընդունել, որ այս համակարգը իրենց անընդհատ կարողանում է խաբել։ Չեն ուզում դա ընդունեն։ Բայց ամեն անգամ, երբ մեկը նման բան չի ընդունում ու շարունակում է նրան աջակցել այս համակարգից, նրանք վնասում են հայրենիքին, վնասում են մեր պետությանը։ Այս կեղծ թեզերը առաջ տանելով դու միայն վնասում ես հայրենիքին ու ընդհանուր առմամբ մեր ազգի միասնությանը։ Մենք պետք է հասկանանք, այս համակարգը պետք է լրիվ փոխարինվի ճիշտ ժամանակ, ամբողջությամբ, ու դա փոխարինելու համար պետք է առանձին մի հատ ազգայնական շարժում ստեղծենք, զարգացնենք ու պատրաստվենք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սա է միակ ձևը։ Ու չգիտեմ ուրիշ ինչ են մարդիկ առաջարկում, ես չեմ հասկանում։ Ինչ է իրանց ասածը, նորից ասեմ, իրանք էլ իսկի չգիտեն։ Լավ, սրան հանենք, նրան հանենք։ Ինչ եք առաջարկում։ Ինչ պետություն եք դուք պատկերացնում։ Նրանք էլ չգիտեն։ Ազգային պետությունը որն է, ազգային գաղափարախոսությունը որն է։ Երբ են քարոզում նման բան, երբ են ազգայնական գաղափարներ քարոզում։ Կարծես թե
Նրանք ովքեր Նիկոլի դեմ այդքան խոսում են, կարծես թե իրանք են ամենամեծ նիկոլականները, որովհետև առանց նրա իրանց ամբողջ աշխարհայացքը կպատրվի, կքանդի, որովհետև իրանց ամբողջ գաղափարախոսությունը կառուցվել է այդ մի մարդու դեմ։ Այդ մարդը չլինի, իրանք գաղափար չունեն։ Մենք էլ ենք քարոզում այս դավաճանական կառավարության դեմ, ինչպես քարոզում ենք բոլոր դավաճանների դեմ, բայց մենք հստակ գաղափարախոսություն ունենք։ Մեր գաղափարախոսությունը ներկայացրել եմ հավատամքում, մեր ծրագրում այդ ամեն ինչը ունենք։ Այս ամեն ինչը մենք տեսնում ենք որպես խոչընդոտներ, որ պետք է հաղթահարվեն, որպեսզի մենք կարողանանք ստեղծել մեր ազգային պետությունը, բան։ Մենք ճիշտ ազգայնական գաղափարներ քարոզում ենք, բայց այդ մարդիկ չեն քարոզում։ Այս կեղծ ընդդիմադիրները, կամ մոլորված մարդիկ, ովքեր կարծում են նորից ասեմ, որ միայն այս կառավարությանը հանելով, ստեղ ընդեղ տեղադրելով ինչ որ բան փոխվի, ոչ մի բան չի փոխվելու, որովհետև բուն խնդիրը չեք լուծում։ Իսկ մենք առաջարկում ենք, մենք ինչքան էլ հիմա ֆանտաստիկ կթվա, ինչքան էլ աներևակայելի կթվա, մենք առաջարկում ենք, մենք ասում ենք, որ միակ լուծումը պատրաստվեն այդ պահի համար, որպեսզի մենք այս ժողովրդավարական բռնապետությունից անցում կատարենք ցեղակրոն Հայաստանի։ Մենք պետք է ցեղակրոն Հայաստանի էջը բացենք մեր պատմության գրքում։ Մենք պետք է ստեղծենք լիովին նոր պետություն, նոր հասարակություն, նոր քաղաքակրթություն, որովհետև աշխարհակարգը փոխվելու է ու մեր ազգը պետք է շատ կարևոր դեր խաղա այդ ամենի ընթացքում։ Մենք պետք է նորից այս գալիք խավարի մեջ որպես մոմ վառվենք եւ դառնանք նորից տապան ամբողջ մարկության համար, մարկության փրկության համար տապանը պետք է դառնանք։ Մեր շարժման հիմքում այդպիսի գաղափարախոսություն կա, այդպիսի մենք գաղափարներ ենք քարոզում։ Դա է մեր տեսլականը։ Եվ ինչքան էլ կարողանամ, ինչքան իմ ուժերը ների, ինչ որ կարողանում եմ անեմ իմ հնարավորության սահմաններում, ես փորձում եմ ազգային երիտասարդությանը նման գաղափարների շուրջ համախմբել։ Ի վերջո ես դրա համար ստեղծեցի շարժումը եւ պատերազմից վերադարձած ստեղծեցի շարժում, որպեսզի նոր սերնդին ուղղություն ցույց տա։ Ես մտածում եմ, լավ, եթե ասենք մեկը 16 տարեկան է հիմա, 17 տարեկան է, նոր է կյանքի մեջ մտնում, ուզում է հասկանա, թե ինչ է կատարվում իր երկրի հետ։ Կա այս կառավարությունը, կա ռուսները, արևմուտքը, էսա, այնա, չգիտի ինչ հավատալ։ Այնքան խառնաշփոթություն կա, չգիտի ինչին հավատալ։ Ես ասացի, չէ, ուրեմն ես պետք է ճիշտ ուղղությունը ցույց տամ, պետք է այդ հայկական դիրքորոշումը, այդ հայկական ճշմարիտ ուղղությունը ցույց տամ։ Չեմ ասում ինչ որ ասում եմ, 100% է եղել կամ լրիվ ճիշտ եմ եղել, բայց այդ ամեն ինչը գտել եմ, որ ճիշտ է, որովհետև այդ ամենը լավ ուսումնասիրել եմ, լավ վերլուծել եմ, հասկացել եմ, որ ես չեմ կարող ուղղակի հանդիսատես լինեմ ու տեսնեմ, թե ինչ է կատարվում այս ամբողջ ստերը լսել ամեն օր առանց ճշմարտությունը քարոզելու։ Հասկացա, որ այդ նոր սերնդին պետք է այդ ճշմարտությունը լսեն, նրանք պետք է հասկանան, թե իրենց երկրի հետ ինչ է կատարվում ու ինչ դավեր է նյութվում իրենց երկրի դեմ, որպեսզի կարողանան ճիշտ քայլեր գործեն, որպեսզի չմոլորվեն ու խաբվեն, որպեսզի տարիներ չկորցնեն սխալ ուղղությամբ գնալու համար, սխալ ուղղությամբ գնալով։ Ես ուզեցա ճիշտ ուղղությունը ցույց տամ ու շարունակելու եմ այդ ճիշտ ուղղությունը ցույց տալ, մինչև գա ճիշտ ժամանակը, երբ որ գա ազգային հեղափոխություն կատարելու ժամանակը ու միանշանակ այդ ժամանակը մոտենում է։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։